այո, կան հարյուրավոր նաև ընդդիմադիր գործիչներ, որոնց նկատմամբ էլ տարատեսակ գործեր է հարուցված կամ գործեր են սարքել, մի մասին նաև ազատությունից են զրկել ժամանակի ընթացքում, հիմա ազատության մեջ են պայմանական, այսպես ասած ազատության մեջ տնային կալանքներ եւ այլն, դրանք հարյուրավոր են, բայց սա նաև նշանակում է, որ մեր ժողովրդի ոգին չի ընկճվում, չի կոտրվում, սա լրացուցիչ լիցք է, որպեսզի մյուսները նույնպես կարողանան այս պայքարի մեջ շարունակել պայքարը եւ մյուս կողմից չի կարող անվերջ նիկոլիզմի այլանդակությունը չբերել նաև միջազգային բացահայտումների։ Հիմա արդեն սկսվել է։ Դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, որ երկու падգամավոր ընդամենը անդրադարձան, բայց առաջ էլ չկար, ճիշտը որ խոսենք։ Հիմա հարկավոր է մեծացնել, ընդլայնել եւ ցույց տալ, որ իրականում այն ինչ որ այս մարտիկ խոսում են ժողովրդավարության մասին, ընդհանրապես ժողովրդավարության հոտ չկա։ Ավելին դիկտատուրա, անձնակենտրոն, անձնապաշտություն, սեփական թալանը քողարկելու համար ամենաայլանդակ գործողություններ, ընդդիմադիր որևէ գործ չի ճնշելու համար ամենաայլանդակ մեխանիզմներ, մեթոդներ եւ այլն։